Հոկտեմբերի 24-ին Քյոլնի Դոմ Ֆորում համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանից ժամանած պատանի երաժիշտ ստեղծագործողների համերգը։ Կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի շրջանավարտ Արփինե Կալինինան իր ստեղծագործական դասարանի 4 տաղանդաշատ սաների հետ Գերմանիայի հայոց թեմի կողմից հրավիրված էր համերգային շրջագայության։ Տարբեր ուսումնական հաստատություններում սովորող նրա սաները 15-ամյա Արտաշես Մոսիկյանը, 14-ամյա Հայկ Ջուլհակյանը, 11-ամյա Արթուր Գրիգորյանը եւ 15-ամյա Դալար Չիչյանը որպես պատանի կոմպոզիտորներ տարբեր հանրապետական եւ միջազգային մրցույթների, փառատոների դափնեկիրներ ու մասնակիցներ են։ Քյոլնում, ապա Բրեմենում եւ Շտուտգարտում պատանիները 3 համերգով են հանդես եկել։ Շտուտգարտի համերգը տեղի է ունեցել քաղաքում անցկացվող ամենամյա միջոցառման հայ մշակույթի օրերի շրջանակում։ Համերգների ծրագիրն ընդգրկում էր դաշնամուրային եւ վոկալ ստեղծագործություններ։ Պատանիները կատարել են իրենց սեփական, դաշնամուրային եւ վոկալ գործերը։ Հատուկ այս համերգների համար պատանիները գրել էին 4 նոր ստեղծագործություն ոգեշնչված Կոմիտասով։ Մոսիկյանին, ով ձեզ կներկայացնի իր գարունան գրված Կոմիտասյան հանրահայտ գարունա երգի հիման վրա, բացահայտելով իր խորությունները գարունային, խնդրեմ։ Հնչել են նաև Վահան Տերյանի, Հովհաննես Շիրազի, Համոս Ահյանի ու Պետրոս Դուրյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր, որոնք կատարել է Քյոլնում բնակվող հայ երգչուհի սոպրանո Անուշ Նազարյանը։ Գերմանիայի քաղաքներում կայացած համերգներին երեխաներին ուղեկցել, քաջալերել եւ օրհնել են թեմի հոգեվոր հայրերը։ Համերգներից մեկին ներկա է եղել նաեւ թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, որն իր օրհնության եւ գնահատանքի խոսքն է ուղղել համերգի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել ելույթների համար։ Համերգներին հնչել են նաև Արփինե Կալինինայի ստեղծագործական դասարանը ներկայացնող 2 այլ սաների՝ Լիանա Մազմանյանի եւ Սերոբ Գորոյանի ռոմանսները։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։